Դիմում եմ Նանե Իսրայելյանին լրագրող։ Ուրեմն Նանե ջան, ես Արարատ քաղաքից եմ, ես մի հատ սենց քեզ հարց եմ ուզում տամ, ասենք ուզում եմ իմանամ այդ քո պրովոկացիոն հարցերը, որ դու տալիս ես Նարեկ Կարապետյանին, Սամվել Կարապետյանին, քարոզ արշավները խանգարում ես, Արամ Վարդևարյանի հետ ես խոսում, եսի մինչեր ես խոսում, Էդգար Ղազարյանին եսի մինչեր ես ասում, դու իրանց չափ ընդհանրապես խելք ունես, դու իրանց չափ ընդհանրապես մակարդակ ունես, կամ եթե դու այդքան լավն ես, դե ես հիմա ասում եմ քեզ, ես ընդհանրապես քաղաքականությունով չեմ զբաղվում, ուղղակի իմ վաղվա օրվա մասին եմ մտածում, մի հատ կարաս ինձ ասես, Նիկոլան չի մարդկանց թոշակները կտրում, այսինքն առաջի կարգն էլ սարքում է երկրորդ կարգը երրորդ կարգից էլ հանում է դուրս։ Մի հատ կարաս գաս հիվանդություններս փռեմ քու դեմը, ասես ես ոնց է որ մինչև հիմի դու ապրում ես։ Էդի մեկ։ Երկրորդ հերթին։ Մի հատ արի ես քաղաքապետի այդ դրանք որը որ քպական են դու չես էթում, ոչ մեկին նեղություն չես տալի։ Մի հատ արի ես իմ քաղաքապետի արած ապօրինի գործողությունները ցույց տամ ու տվածս հաղորդումները, որ ինքը սուտ գրություն է ուղարկում ոստիկանություն, թեպետ ոստիկանության պետի տեղակալը Աշոտ Տեր-Մարգարյանը եկել է իր աչքով տեսել է։ Բացի այդ էլ հիմա ես քեզ ասեմ, այդ նույն ձևեր քաղաքապետի առաջի տեղակալը Արսեն Հակոբյանը ինձի վնաս է պատճառել գույքի 1,5 միլիոն։ Մի հատ կարաս գաս ստեղ այդ հարցերը ռեպորտաժներն անենք, ուղարկենք ու Նիկոլ Փաշինյանից պահանջենք, էլի, թեպետ ես գրել եմ, ասենք, դատախազին էլ մինչև հակակոռուպցիոն էլ, ոչ մի բան չկա, եւ ինչը որ վերաբերում է ԿՊԱ-ներին, ոչ մի բան չկա։ Դու կարաս ինձ ասես, այդ ինչի՞ց է այդ ձևի։ Դե եթե այդքան լավ լրագրող ես, կամ ասենք դու կին ես, էլի, ես չեմ ուզում քո հետ ուրիշ ձև խոսամ, կին ես թե աղջիկ ես, ես չեմ ուզում քո հետ այդ ձև խոսամ, վիրավորեմ, դու երևի իմ թորներից 2 տարի, 3 տարի մեծ կլնես։ Ես էլ ավարտած տղա եմ, ես էլ եմ հասկանում, ես էլ եմ շատ գործերի մեջ մտել է։ Ես ուզում եմ մի հատ իմանամ, էլի, ասենք եթե ԿՊԱ-ական է, ուրեմն դրանց ոչ մի բան չի կարելի անել, իսկ սովորական մարդու քյասիբին կողը կայնելու համար դուք պետք չեք։ Ես այդպես եմ հասկանում։ Շատ ուրախ կլնեի, եթե դու զանգեիր մի հատ Հայլիակում Անժելա Թոմասյանին, ասեիր Արարատից Անդոյի համարը տու, զանգի իմ հետ խոսա, պայմանավորենք, արի ես քեզի լրիվ իրանց ապօրինի գործերի ցույց տամ։ Այդ 1,5 միլիոնն էլ որ ասում եմ, այն վաղ ցենակս իմ սեփականացրած չի ելը։ Սրանք մորակրոջս փեսայի ձեռից բալանիները վերցնում են, ես հետում եմ Ռուսաստան աշխատելու։ Մոսկվա եմ ապրում։ Սրանք գալիս են, բալանին վերցնում են, ծիպը տավո, եթե բալանին չտամ, սենակը ձեռիցս կտանեն, դու չես իմանում ես ինչ, այզևի մի հատ հարցեր։ Ապրանքս ծիպը տավո այդ մարդը պետք է գա երեխեն քնի դուս գա, ապրանքից ձեռ չեն տալու։ Ապրանքս չի եկեք կոմիսիայով առաջի տեղակալը Արսեն Հակոբյանը, չի արձանագրեն գտալ չան գալիս մինչև վերջի գույքս։ Մի հատ արի հələ այդ հարցերով զբաղվենք, էլի մի հատ իմ թոշակից հարցերով զբաղվենք, հələ մի հատ բացեմ դիագնոզներս դնեմ դեմդ, ասես ոնց էլա որ սենց էլա, դու ոնց ես ապրում մինչև հիմի։ Այդքանից հետո հիմի եկել եմ ստե զորով շարով սենակս սեփականացրել եմ, բացի էլ որ եմ շանտաժների տակ, ավարտած տղա, թեպետ տեխնիկում եմ ավարտել, այն կոմունիստների վախտով, ուրեմն իմացի, կար ուսումնարան կամ տեխնիկում ու ինստիտուտ։ Մարդիկ ինստիտուտից կտրվում էին, գալիս էին տեխնիկում էին ընդունվում ու էլի լավ գործերի էին աշխատում։ Ես էլի աշխատել եմ տարբեր բնակավարներում, աշխատել եմ Ռուսաստանում, հիմա կարգերը փոխվել է, էլ չես կարում։ Հիմի ռույլ ես ֆռցնում մենակ այնտեղ։ Մի հատ արի այդ հարցերով զբաղվենք, էլի։
Ես շատ ուրախ կլնեմ քո այդ մոտիկից ծանոթանալու ու սաղ այդ հարցերը կարգավորելու համար, եթե դու այդքան անկեղծ ես։